Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Ռիտա Մնացականյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախամարում։ Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում, վերջին շրջանում ակտիվորեն զարգացնում է նաև սեփական ռազմաարդյունաբերությունը, հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախարարի հարցազրույցը հանրային հեռուստաընկերությանը։ Բաքվում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարությունը շարունակվում է։ Վերջին նիստի ժամանակ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը եւ Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը միջնորդություններ են ներկայացրել, որոնք կրկին մերժվել են։ Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 27-ին։ Մոսկվայում հեռակաձերբակալվել է Սոյուզ պաշտպանական համալիրի գլխավոր կոնստրուկտոր Մկրտիչ Օկրոյանը։ Կոնստրուկտորի անունը նախկինում հայտնվել էր կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննության մեջ։ Նա ի դեպ Մեծ Բրիտանիայի բնակիչ է։ Հրանտ Մարգարյանի որդու կյանքը փրկել չի հաջողվել, առավոտյան հայտնի է դարձել, որ նա մահացել է։ Մահվան դեպքով հարուցվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը մեկնարկել է քաղաքացիական եւ շրջակա միջավայրի ճարտարագիտություն Երևան 2025 միջազգային համաժողովը, որի օրակարգում ընդգրկված են էներգոարդյունավետ շենքերի կառուցման, էկոլոգիապես մաքուր շինությունների կիրառության, քաղաքների թվային վերափոխման եւ շրջակա միջավայրի վերահսկման վերաբերյալ հարցերը։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ ամերիկյան կողմի հետ բանակցություններում Մոսկվայի պատվիրակության անդամ Կիրիլ Դմիտրիևն մեկնել է Վաշինգտոն։ Ակնկալվում է, որ նա կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքովի հետ։ Օրվա միջազգային անցուդարձը։ Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում, այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, որ Հայաստանի սպառազինությունը եւ բանակը օգտագործելու է միայն տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Ըստ Պապիկյանի, Հայաստանը վերջին շրջանում ակտիվորեն զարգացնում է սեփական ռազմաարդյունաբերությունը, հայկական արտադրության սպառազինության նմուշները կարևոր տեղ են զբաղեցնում բանակի զինանոցում։ Հարցազրույցի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Զորակոչը 1.5 տարի կրճատելու որոշումն այսօր չի ընդունվել։ Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա նշել է, նման կետ կար իրենց նախընտրական ծրագրում, ավելին իրենք ունեին մեկ այլ կարևոր փաստաթուղթ։ Բանակի վերափոխման հայեցակարգը, որը նույնպես շարադրում էր այս ամենը, եւ սա պետք է տեղի ունենար հնգամյա ցիկլի ընթացքում։ Սրա ազդեցությունը մենք դիտարկում ենք դրական քողի ներքո, որովհետեւ նախ անհրաժեշտ է, որպեսզի բանակը հասարակության համար լինի ընկալելի, ցանկալի եւ կալանավայրի չվերածվի։ Սա գրավչության համար առաջին հերթին եւ երկրորդը մեր ծրագրի մեկ այլ մաս է կազմում, որ մենք պետք է ուժեղացնենք պրոֆեսիոնալ հատվածը, այսինքն ավելացնենք պայմանագրային պրոֆեսիոնալների թիվը ի հաշիվ ժամկետային զինծառայության կրճատման։ Հայաստանի բանակի հիմքը պետք է լինեն պրոֆեսիոնալները, պայմանագրային զինծառայողները։ Պապիկյանը չի համաձայնում բանակի թվաքանակը կրճատելու մտքի հետ, ըստ Պապիկյանի, ներկայում միայն պաշտպան հայրենյաց ծրագրի շրջանակում բանակում ծառայում է 4217 պայմանագրային զինծառայող նախկին զորակոչիկներից։ Ավելին ասեմ, մենք մեկ այլ օրենսդրական նախաձեռնություն ունենք, որի արդյունքում նրանք կարող են պայմանագիրը դարձնել 7 եւ 10 տարով։ Այսինքն այս տղաների մի մասը իր պայմանագիրը փոխարինելու է 7 եւ 10 տարվա պայմանագրերով։ Եվ սա դառնալու է մեր պրոֆեսիոնալ բանակի էական մասերից մեկը։ Անդրադառնալով դիտարկմանը, թե զորակոչի կրճատման պայմաններում պահեստազորայիններ են ուղարկվում առաջնագից, Պապիկյանը հավելել է. Որովհետև մենք ունենք դառը փորձ, նույն 44-օրյա պատերազմից, երբ մարդիկ տարիներով վարժական հավաքներ չէին անցել, չէին տիրապետում պահեստազորի իրենց տարական խնդիրներին։ Այսինքն երբ ժամանակը եկավ, որ նրանք պիտի որպես պահեստազոր զորակոչվեին բանակ եւ խնդիր կատարեին, նրանք չգիտեին իրենց առջև դրված խնդիրները, վայրը, իրենց հրամանատարներին եւ այլն։ Մենք հիմա փոխել ենք այս ձևը եւ ձևավորել ենք տարածքային պաշտպանության զորքեր, որտեղ սկսած վաշտի հրամանատարից մինչեւ բրիգադի հրամանատար գործող պաշտոնյաներ են։ Վարժական հավաքի քաղաքացիները երբ գալիս են զորակոչվում են 25-օրյա հավաքների, նրանք ճանաչում են իրենց հրամկազմին, հրամկազմն էլ իր հերթին իմանում է յուրաքանչյուր հաստիքի վրա գոյություն ունեցող պահեստազորին։ Տեղի է ունենում նախ ուսուցում 10-օրյա, այնուհետև ներդաշնակեցման նպատակով
այդ մարդիկ անցնում են նաև 14-օրյա մարտական հերթապահություն։ Նա նաև ասել է, որ սկզբում պահեստազորայիններին ներգրավելու խնդիրներ կային, բայց այսօր հաջողվում է 100%-անոց արդյունք ապահովել։ Այնուհետև խոսելով պաշտպանության ծախսերից Պապիկյանը տեղեկացրել է, որ դրանք 2018 թվականից ի վեր աճել են 1.1 միլիարդ դոլարով։ Նրա խոսքով 2018 թվականին այդ թիվը կազմել է 640 միլիոն դոլար, մինչդեռ 2025 թվականին կհասնի 1.741 միլիարդ դոլարի։ 23, 24, 25 թվականներին տեղի է ունեցել բյուջեի աճ, որը ենթադրում է, որ մենք մեր ապագայի ծախսերը, պլանավորած ծախսերը մոտեցրել ենք, արագացրել ենք։ Սա ավելի շատ տեսանելի է 25 եւ 26 թվականների տարբերության միջև։ Այսինքն հաշվի առնելով մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները, մենք որոշում ենք ընդունել 26 թվականի համար նախատեսած ծախսերը արագացնենք 25 թվականին, որովհետև նույն զենքի գնումները դրանք պարզ գործընթացներ չեն, անհրաժեշտ է վճարել կանխավճար եւ այլն։ Միևնույն ժամանակ մենք այս տարիների ընթացքում մեծացրել ենք եւ սոցիալական աջակցությունը, սոցիալական ապահովության մակարդակը Հայաստանի Հանրապետության բանակի եւ զինվորականների եւ բարձրացրել ենք աշխատավարձ ատեստավորման միջոցով։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը չբացելով փակագծերը նշել է, որ շուտով շարքայինից մինչև գեներալներ նոր համազգեստներ կկրեն։ Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի զինված ուժերի համազգեստի փոփոխությունը ունի եւ էսթետիկ եւ հոգեբանական նշանակություն։ Ունենալու ենք նոր համազգեստ, թե որակապես, թե տեսքով, թե ստանդարտներով։ Հրաժարվելու ենք մեր շատ սիրելի խորհրդային տիպի համազգեստից։ Իսկ այն որ ասում են կար նատոական եւ խորհրդային, հիմա այդ նատոական լինելու թե լրիվ մեր հայկական բանակի ստանդարտները արևմտյան են, բայց համենված մեր հայրենական խորհրդանիշներով, նշաններով։ Հայաստանը բացառապես նոր սերնդի զենքեր է ձեռք բերում, վստահեցրել է պաշտպանության նախարարության ղեկավարն ու հավելել. Հայաստանն իր սպառազինությունը եւ բանակն օգտագործելու է միայն ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Հայաստանի սահմաններից դուրս մենք մեր զինված ուժերը կիրառելու մտադրություն չունենք։ Պապիկյանի հավաստմամբ Հայաստանը վերջին շրջանում ակտիվորեն զարգացնում է սեփական ռազմաարդյունաբերությունը, հայկական արտադրության նմուշները կարևոր տեղ են զբաղեցնում բանակի զինանոցում։ Մենք զարկ ենք տվել այս տարիներին նաև տեղական ռազմաարդյունաբերությանը։ Երբ ես թվերի մասին խոսեցի, այս մեծ թվերի մեջ իրենց դեր ունեն, իրենց տեղ ունեն նաև հայրենական արտադրության զենքերը, որոնք տարբեր են, այսինքն մի մասը սպասարկելու է նախկինում մեր ունեցած զենքերը, այդ թվում նաև զինամթերքով եւ այլն, եւ ունենք նոր հայրենական, ամբողջությամբ հայկական մտքի արդյունքում արտադրված զենքեր։ Պապիկյանը նաև խոսել է հայկական բանակում մահվան դեպքերի մասին, նշելով, որ 2025 թվականին դրանք զգալիորեն նվազել են։ 25 թվականին ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 5 մահվան դեպք, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, 2 առողջական խնդիրների պատճառով եւ մեկը ցավոք ինքնասպանության։ Սպանության դեպք չենք արձանագրել 25 թվականին չենք արձանագրել։ Իհարկե սա շատ դրական տենդենսի մասին է խոսքը, բայց սրանով մենք չենք ուրախանում, որովհետև կարծում ենք, որ շարունակում են եղած դեպքերը մեզ համար մտահոգիչ լինել եւ աշխատանք ունենք անելու, որպեսզի սրանք նույնպես կարողանանք բացառել։ Պապիկյանի խոսքով հայ-ադրբեջանական սահմանեն Վաշինգտոնյան բանակցություններից հետո միջադեպեր չեն գրանցվել։ Նա նկատել է. խաղաղությունը բանակին զարգանալու, պրոֆեսիոնալ բանակի ավելացման հաշվին ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու հնարավորություն է տալիս։ Իսկ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի բռնազավթված տարածքներից պետք է լուծվի սահմանի գծման եւ զատման հանձնաժողովների աշխատանքի միջոցով։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Բաքվում հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարությունը շարունակվում է վերջին նիստի ժամանակ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը եւ Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը միջնորդություններ են ներկայացրել։ Իշխանյանը հայտարարել է, որ ցանկանում է դատարանին ներկայացնել 2020 թվականի հուլիսի մարտերից հետո արված տեսագրությունը, որպես ապացույց ներառելու համար։ Ցանկությունը ներկայացնելուց առաջ նա խնդրել է պայմաններ ստեղծել իր փաստաբանի հետ տեսանյութը դիտելու համար։ Դատավորը նշել է, որ այդ պայմանները
պայմանները կստեղծվեն ընդմիջման ժամանակ։ Մանուկյանը միջնորդել է դատավարությանը որպես վկա կանչել Հայաստանում ծնված Կնյազ անունով մի ադրբեջանցու, միջնորդությունը մերժվել է։ Նիստի ընթացքում շարունակվել է տուժողների և իրավահաջորդների ցուցմունքների ընթերցումը։ Հաջորդ նիստը նշանակված է հոկտեմբերի 27-ին։ Մոսկվայում ձերբակալվել է Սոյուզ պաշտպանական համալիրի գլխավոր կոնստրուկտոր Մկրտիչ Օկրոյանը, տեղեկացում է Ինտերֆաքսը, հավելելով, որ գործարանը շարժիչներ է արտադրում թևավոր հրթիռների համար։ Նշվում է, որ նա կասկածվում է խոշոր չափերի խարդախության համար։ Նկատենք, որ Օկրոյանի նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում։ Դատարանը հաստատել է նրա հեռակաձերբակալությունը։ Կոնստրուկտորի անունը նախկինում հայտնվել էր կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննության մեջ, որը 2023 թվականին հաշվետվություն էր ներկայացրել նրա արտասահմանյան ակտիվների մասին։ Հիմնադրամի տվյալներով Օկրոյանը և կինը Մեծ Բրիտանիայի բնակիչներ են և ունեն սեփականություն երկրում։ Հրանտ Մարգարյանի որդու կյանքը փրկել չի հաջողվել, առավոտյան հայտնի է դարձել, որ նա մահացել է։ Մահվան դեպքով հարուցվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով։ Չեչնիայից Հայաստան փախած 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի սպանության դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են տարբեր փորձաքննություններ, որոնց եզրակացությունը դեռևս չի ստացվել, հայտնել են քննչական կոմիտեից։ Այս և շաբաթվա ընթացքում տեղի ունեցած մյուս դեպքերի ու դրանց բացահայտումների մասին տեսանյութ։ Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՕԻԴ ղեկավարներից Հրանտ Մարգարյանի որդին Մխիթար Մարգարյանը։ Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում Երիցյանների սուպերմարկետի հետնամասում։ Հիվանդանոց տեղափոխված Մարգարյանը մահացել է։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ նախնական տեղեկություններով անձը ինքնասպանության փորձ է կատարել, կրակելով ինքն իրեն։ Մայրաթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը հարցաքննվել է համացանցում տարածված ձայնագրության հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Հոկտեմբերի 17-ին համացանցում ձայնագրություն էր տարածվել Նաթան arczepiskopos Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի մասնակցությամբ։ Ըստ հրապարակումների խոսակցությունը տեղի ունեցել 2023 թվականի հոկտեմբերին։ Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը Հայր Աղան Երնջակյանին համոզում է հետ վերցնել հոգևոր ծառայությունից ազատվելու դիմումը, սակայն վերջինս հրաժարվում է դա անելուց, իր դժգոհությունն արտահայտելով այն բանի առնչությամբ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ն իրեն հրահանգել է ընտանիքի անդամների հետ մասնակցել հակաիշխանական ցույցերին, իսկ երբ ինքը հրաժարվել է դա անելուց, իրեն ուղարկել են ծառայության իր բնակավայրից 200 կիլոմետր հեռու մատուռում։ Ձայնագրության հրապարակումից հետո Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 8 անձանց, ներառյալ Գյումրու համայնքի ղեկավարի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։ Պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը տեղեկանալով, որ քաղաքացու կողմից Գյումրու Գարեգին Նժդեհ փողոցի 1 կոտորակի նահասցեում կառուցվել է 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, քաղաքացու հետ մտել են կոռուպցիոն գործարքի մեջ, խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին կազմել են շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացրել այն, դրա դիմաց պահանջելով 4 միլիոն դրամ գումար։ Բացի այդ, փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունն ապահովելու համար թիրախավորել են համայնքի ավագանու իրենց ոչ ցանկալի անդամներին և շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել 2018-ին ցուցարարների դեմ բռնության համար, դատապարտվել 6 տարի 3 ամսվա ազատազրկման։ Ավելի վաղ նա գրավով ազատ էր արձակվել, օրերս դատարանը վերացրել է գրավը, ընտրել կալանքը։ Այս որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, փաստաբան Զորայր Հարությունյանն ասել է, որ այն բողոքարկելու են վերաքննիչ ատյան։ Դավիթ Հարությունյանը մեղքը չի ընդունում։ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գյումրու զանգվածային անկարգությունների գործով 2 ամսով կալանավորվել է Մերձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 20-ին Գյումրի համայնքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց մասնակցելու Սամվել Կարապետյանին աջակցող հավաքին։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում ԳՍ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ ՀՄ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել, կալանքը նախաքննությունը շարունակվում է։ Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրում ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Միացյալ Նահանգներից Հայաստան ներմուծված առաքանին, որում բացի անձնական օգտագործման իրերից հայտնաբերվել են քսուկի տարաներ, որոնց մեջ առկա են եղել ընդհանուր 675 գրամ համաքաշով սպիտակ փոշենման կոկային տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Նշված անձը Ուկրաինայի քաղաքացի ԱԲՆ է, որը տվյալ թմրամիջոցներն իրացնելուց հետո կրկին թմրամիջոցներով առաքանի ստանալու նպատակով պետք է մեկներ Խորվաթիա։ Ստացված տեղեկությունները փոխանցվել են Խորվաթիայի Հանրապետության իրավապահ մարմիններին, որոնք զննման են ենթարկել առաքանին եւ հայտնաբերել 1300 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց։ Ձերբակալված քաղաքացին տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգության քննության գլխավոր վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նա ձերբակալվել է։ Վերջին շրջանում արդի քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների եւ սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները եւ այլ իրավաչափ գործողություններ ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ, որոնք ուղեկցվում էին անօրինական պահանջներով։ Այդ մասին տեղեկացնում է քրեակատարողական ծառայությունը, նշելով, որ հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք խաթարել են հիմնարկի բնականոն աշխատանքը, ցուցաբերել են անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք եւ բացահայտ ագրեսիվ վարքագիծ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ։ Քրեակատարողական ծառայողների կողմից տարված կանխարգելիչ աշխատանքների արդյունքում իրավիճակը կարգավորվել է։ Քրեակատարողական ծառայությունը նաև հիշեցնում է, որ նմանօրինակ անհնազանդության դրսևորումները հակաօրինական են եւ առաջացնում են քրեական պատասխանատվության հիմքեր։ Այլ թեմաներ մեկնարկել է քաղաքացիական եւ շրջակա միջավայրի ճարտարագիտություն Երևան 2025 միջազգային համաժողովը, որի օրակարգում ընդգրկված են էներգոարդյունավետ շենքերի կառուցման, էկոլոգիապես մաքուր շինանյութերի կիրառության, քաղաքների թվային վերափոխման եւ շրջակա միջավայրի վերահսկման վերաբերյալ հարցերը։ Միջազգային այս գիտաժողովը կայացել է ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ։ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց քաղաքացիական եւ շրջակա միջավայրի ճարտարագիտություն Երևան 2025 միջազգային գիտաժողովը։ Նպատակն է նպաստել քաղաքացիական եւ շրջակա միջավայրի ճարտարագիտության ոլորտներում գիտական նորարարությունների եւ հետազոտական արդյունքների ներկայացմանը, քննարկմանը եւ փորձի փոխանակմանը, ստեղծել գիտական գործակցության հարթակ ակադեմիական, գիտական եւ ոլորտային կառույցների միջև, աջակցել նորարար տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված լուծումների մշակմանն ու զարգացնել երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը միջազգային գիտական համայնքում։ Այն կարևոր հարթակ է հանդիսանալու ակադեմիական կրթության, գիտության եւ շուկայի միջև կապ հաստատող հարթակ։ Նաեւ կարևորվում է այն առումով, որ մեր գիտնականները, ուսանողները, երիտասարդ գիտնականները հնարավորություն են ունենում անմիջապես շփվել արտասահմանցի հեղինակավոր գիտնականների հետ եւ տիրապետել ժամանակակից գիտական մեթոդներին, ժամանակակից տեխնոլոգիաներին։ Գիտաժողովի օրակարգում ընդգրկված են միջազգային մակարդակում առաջնահերթ համարվող հետևյալ խնդիրները՝ կլիմայի փոփոխությանը դիմակայուն ենթակառուցվածքներ, զրոյական ածխածնային եւ էներգոարդյունավետ շենքեր, բիոակտիվ եւ էկոլոգիապես մաքուր շինանյութերի կիրառություն, տեղեկատվական մոդելավորման, արհեստական բանականության եւ հեռահար սենսորների ներդրում, քաղաքների թվային վերափոխում եւ շրջակա միջավայրի վերահսկում։ Գիտաժողովում արձանագրվող թեմաների զգալի մասը այսօր առաջնահերթություն է Հայաստանի Հանրապետության համար։ Էներգոարդյունավետ շինարարության եւ ինժեներական ենթակառուցվածքների զարգացումը, քաղաքային կայուն միջավայրի ձևավորումը եւ աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների գիս համակարգի կիրառությունը կառավարության քաղաքականության մեջ արդեն ամրագրված ուղղություններ են։ Այդ նպատակով մշակվում են օրենսդրական կարգավորումներ եւ իրագործվում մի շարք ծրագրեր։ Քաղաքաշինության կոմիտեն
ձգտում է խթաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի քաղաքաշինության ոլորտը համընդհատ շարժվի համաշխարհային միտումներին։ Այդ նպատակով առանցքային կլինի Եվրոպական միության քաղաքաշինական նորմերի մոտարկումն ու տեղայնացումը։ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորն ուրախությամբ արձանագրում է, որ վերջին տարիներին աշխարհագրորեն ընդլայնվել է համալսարանի միջազգային գործակցության շրջանակը, արդիականացվել են կրթական ծրագրերը, իսկ գիտահետազոտական լաբորատորիաները համալրվել են ժամանակակից սարքավորումներով։ Այս ամենի արդյունքում համալսարանի գիտական կենտրոններն ու լաբորատորիաները հաջողությամբ իրականացնում են ինչպես կիրառական, այնպես էլ հիմնարար հետազոտություններ, ուղղված շինարարության ոլորտի առկա խնդիրների լուծմանը, սեյսմակայուն կառույցների նախագծմանը, էներգոարդյունավետ տեխնոլոգիաների կիրառմանը, շինարարական նոր նյութերի բացահայտմանը, շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանը։ Մեր կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն ունեն իրենց հոդվածները տպագրելու իմ կողմից ղեկավարվող Scopus շտեմարանում ընդգրկված Growth and Change պարբերականում։ Այս գիտաժողովում կարելի է հանդիպել ոլորտի լավագույն մասնագետներին ու գիտնականներին տարբեր երկրներից, ծանոթանալ նրանց փորձառությանը եւ նոր գաղափարներին, ինչը կօգնի ոլորտային խնդիրների հետազոտության եւ լուծման նոր, ավելի արդյունավետ տարբերակներ մշակել։ Ուզում եմ հատուկ ընդգծել ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մեր գործակցության մասին։ Այստեղ աշխատելավոճը նման է իմ սեփական համալսարանի աշխատելավոճին, այստեղ ես ինձ զգացի ինչպես իմ տանը։ Մասնագիտական կրթությունը ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով համալսարանը մշակելով հատուկ դրամաշնորհային ծրագրեր մշտապես խրախուսում է երիտասարդ գիտնականների նախաձեռնությունները եւ մեծ կարեւորություն տալիս տաղանդաշատ ուսանողների ակտիվ ներգրավվածությանը թեմատիկ եւ ոլորտային գիտահետազոտական նախագծերում, վստահ լինելով, որ հենց նրանք են ոլորտի ապագան ձևավորողները։ Բոլորովին վերջերս համալսարանում ստացել ենք 3D բետոնի պրինտեր տպիչ, որը էապես փոխելու է շինարարական նյութերի, շինարարական կրթության գաղափարախոսությունը, դա ամբողջովին նոր սարք է, նույնիսկ տարածաշրջանում չկա այդպիսի սարք, եւ համալսարանի գիտնականները զբաղվելու են այդ շաղախի նյութի տեխնոլոգիան մշակելու հարցերով։ Իդեպ գիտաժողովի խոսնակների եւ գիտական կոմիտեի կազմում ընդգրկված են բարձր վարկանիշ եւ հեղինակություն ունեցող գիտնականներ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ղազախստանից, Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Հայաստանից։ Կոնֆերանսի մասնակիցները ունենալ են հնարավորություն տպագրվելու հեղինակավոր միջազգային պարբերականում, որը Scopus-ի մեջ ներառված է, ինչը որ շատ լավ է, այն իմաստով նաև, որ մեր մասնագետները կարող են հնարավորություն կունենան աշխատելու միջազգային մասնագետների հետ, միասին նոր հետազոտություններ անելու, նոր մտքերի եւ փորձի փոխանակություն անելու եւ վերջին հաշվով շատ հեղինակության եւ համալսարանի եւ երկրի հեղինակության տեսանկյունից շատ կարեւոր նախաձեռնություն է։ Աշխարհի տարբեր երկրներից այսքան մեծ թվով գործընկերների ներկայությունը վկայում է, որ կրթությունն ու գիտությունը բոլոր երկրների ոլորտային առաջընթացի շարժիչ ուժն են եւ միաժամանակ ծառայում են որպես յուրօրինակ կամուրջ միավորելով գիտական մտքերն ու արժեքները ընդհանուր զարգացման նպատակի շուրջ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք թողարկումը։
Շարունակում ենք թողարկումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ ամերիկյան կողմի հետ բանակցություններում Մոսկվայի պատվիրակության անդամ Կիրիլ Դմիտրիևը մեկնել է Վաշինգտոն։ Ակնկալվում է, որ նա կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիտկոֆի հետ։ Լրագրողների հետ զրույցում Դմիտրիևը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները դժվար թե էական ազդեցություն ունենան Ռուսաստանի տնտեսության վրա, քանի որ համաշխարհային նավթի գները կբարձրանան եւ Մոսկվան դրանից կշահի։ Նա նաև կարծիքի հայտնել, թե Կիևը մեղմացրել է պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ իր դիրքորոշումը։ Ըստ իս Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան իրականում բավականին մոտ են դիվանագիտական լուծմանը, ընդգծել է Դմիտրիևը, հավելելով նախ առաջնագիծը պետք է սառեցվի կարգավորման տարածքների անվտանգության երաշխիքների եւ Ուկրաինայի չեզոք կարգավիճակի հարցերով։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։ Ցտեսություն։